Անողնաշարեն հայկական կողմից իր որոշումները, Հայաստանի պաշտպանության նախարարն ասում է, որ դրանք ադրբեջանցիները չեն եղել։ Նա ավելի վատ, նա ասում է մենք նրանց դիմեցինք, ասացինք դուք եք կրակել, նրանք ասացին ոչ։ Այս վերջի դեպքի հետ կապված ասում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը ասում է ակնկալում ենք, որ Ադրբեջանում հետաքննություն կսկսեն դրա հետ կապված եւ մեզ դրա մասին տեղյակ կա, այսինքն ինչ հետաքննություն։ Իրենց զինվորները հրաման են ստացել կերակել են, ինչ հետաքննությունը ում առաջին 2021 թվականի հունիսին Ադրբեջանը եւ Թուրքիան Շուշիում ստորագրել են այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, որը վավերացվել է եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում, իսկ դա ինչ է նշանակում, ինչ է իր մեջ պարունակում, երկու հիմնարար դրույթ։ Առաջինը Հայաստանի Սյունիքի մարզի, որը իրենք անվանում են Զանգեզուրի միջանցք, համատեղ օգտագործում եւ ռազմական դաշինք, այսինքն եթե Ադրբեջանը կամ Թուրքիան հայտնվում են ռազմական գործողությունների մեջ, ըստ այդ համաձայնագրի իրանք ցուցաբերում են միմյանց ռազմական փոխօգնություն։ Եվ այդ համաձայնագիրը կնքելուց հետո Արցախի օկուպացված տարածքներում արդեն բացվեց երրորդ միջազգային օդանավակայանը։ Պակիստանն էլ։ Այս անգամ նաև այդ օրը մայիսի 28-ին էր դա, այսինքն առաջին հանրապետության օրը Լաչինում միաժամանակ գտնվել են եւ Ադրբեջանի նախագահ, եւ Թուրքիայի նախագահ, եւ նաեւ այս անգամ Պակիստանի վարչապետ ուրեմն Շահբազ Շարիֆը։ Ու ինչն է հետաքրքիր, որ այս արդեն երրորդ օդանավականն է, իդեպ առանց Ստեփանակերտի օդանավականի, որը կառուցվել էր հայկական իշխանության ժամանակ, դա դեռ չի շահագործում։ Այսինքն ստացվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում արդեն կա 4 միջազգային օդանավակայան, որոնցից 3-ը կառուցվել են հետպատերազմյան շրջանում։ Նրանք հիմնականում ծառայելու են ռազմական Ֆիզուլի, Կովսական, այսինքն Զանգելանինը եւ Բերձորի, Լաչինի այդ օդանավականները 3-ի բացման արարողությանն էլ Էրդողանը մասնակցել է։ Կարելի ասել ամբողջ Արցախը վերածում են մեծ ռազմաբազային։ Այո, այդ օրինակ ասենք Ֆիզուլի օդանավակայան, որը կա վաղուց, չէ։ Ես օրինակ չեմ պատկերացնում որևէ մեկ ադրբեջանցու, որը օդանավի տոմսը առնում, ուղեբեռը հանձնում է, ինքը boarding pass-ով նստում է եւ Բաքվից թռնում է Ֆիզուլի։ Դա դե ինչ անենք, դա անելու բան չկա, ասենք, տենց կամ Բաքու Լաչին այդ ուղևորը Չէ, իհարկե ռազմական Այսինքն իրանք օդանավը նույնիսկ այդ տերմինալը կառուցում են քաղաքացիական օդանավակայանի պահանջներին համապատասխան, այսինքն առաջի տպավորությամբ ինքը կարա թվա թե իսկապես քաղաքացիական օդանավակայան է, բայց քանի որ դա այդ նպատակին չի ծառայում, ինքը կիրառվել է բացառապես ռազմական նպատակներով։